Փաշինյանն իսկապես զորահանդեսը տպավորիչ էր։ Մենք տեսանք 2022 թվականից հետո ձեռք բերված զինտեխնիկան։ Այս համատեքստում կարող ենք փաստել, որ եթե 2026 թվականի համապետական ընտրությունների արդյունքում, օրինակ, դուք չընտրվեք վարչապետ, ինչը ժողովրդավարական երկրին բնորոշ հատկություն է, օրինակ մենք այս զինտեխնիկայով կարող ենք ջախջախել Ադրբեջանին, եթե իհարկե Ալիևը որոշի հարձակվել, եւ այս զորահանդեսը կազմակերպվել էր մի իրողությունների պայմաններում, երբ մենք Բաքվում ունենք պատանդարված հայեր, եւ այդ համատեքստում Ռուբեն Վարդանյանը հայտարարություն էր տարածել, եթե չեք լսել, մեջբերեմ, նա նշել էր, որ անբարո է վերնշվածի համատեքստում զորահանդես իրականացնելը, եւ նաեւ ինչպես կմեկնաբանեք սա, նաեւ այն համատեքստում, որ մենք ունենք օկուպացված տարածքներ եւ դրանց վերաբերյալ համենայն դեպս մինչեւ այս պահը Բաքվից որևէ դրական արձագանք չկա, եւ ինչպես դուք ձեր խոսքում քիչ առաջ հիշատակեցիք, Դոնալդ Թրամփը ձեզ իր ամբողջական աջակցությունն է հայտնել, եթե օրինակ Ռուսաստանը եւ Իրանը բացահայտ աջակցություն հայտնեին ընդդիմության որևէ ներկայացուցչի, դուք սա չէիք դիտարկի որպես մեր ներքին կյանքին միջամտություն։ Մեր ընդդիմությունը առանց այն էլ գնահատում է ինչ ուզում է եւ ոնց ուզում է եւ ժողովրդավարության առանձնահատկություններից մեկը դա է։ Բաքվում անազատության մեջ պահող որևէ անձի հայտարարություն չեմ մեկնաբանի, որովհետեւ պարզ չէ թե նրանք ինչ պայմաններում, ինչ պայմանով եւ ինչ հանգամանքներում են անում հայտարարություններ, մանավանդ որ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակման խնդիրը լուծելու համար եւ ինչպես իմ ելույթում ես ասացի, որ բանակի կերպափոխումը պատերազմի մասին չէ, այլ խաղաղության մասին։ Մենք որևէ մեկին ջախջախելու խնդիր չենք դնում, մենք խնդիր ենք դնում Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու, իսկ Հայաստանի տարածքների հարցը բազմիցս ասել եմ, որ կլուծվի սահմանազատման արդյունքներով։